կան, որտեղ ակնհայտ է, որ Թուրքիան ու Ադրբեջանը, ինչպես Նիկոլն է ներկայացնում, ոչ թե կիրթ կառուցողական բարեկամական հարևաններ են, այլ ագրեսորներ, թշնամիներ, ցեղասպաններ, պատերազմական հանցագործներ, ովքեր շահեր ունեցել են Երևանի կենտրոնում, մինչև վերջել շահեր ունենալու են։ Հիմա ակնհայտ ասում են, որ մեր խնդիրը Երևանից Իրիվան սարքելն է ու ադրբեջանցիների այստեղ անխոչնդոտ բնակիչներ։ Այսինքն մենք կարող ենք արձանագրել, որ անկախությունից ի վեր բնականաբար եղել են թշնամական պետությունների կողմից որոշակի ուժեր, որոնք Հայաստանում փորձել են ձևավորել ազդեցություն կենտրոններ։ Եվ օրվա իշխանությունը պետք է, այսինքն հիմնական պատասխանատվությունը պետք է օրվա իշխանության լիներ այն, որ թույլ չտար այդ ուժերին ավելի ավելացնել իրենց ազդեցությունը, ճիշտ է։ Այո։ Այսինքն մենք կարող ենք արձանագրել, որ 2018 թվականի իրադարձությունները ըստ ձեր տրամաբանության, եթե եղել են թուրք-ադրբեջանական ուժերի կողմից, ուրեմն դա եղել է այդ օրվա իշխանության հիմնական ձախողումը։